Շարունակվում է առավոտ լուսո վիկենդը առաջին ալիքի եթերում, իհարկե սիրելի հեռուստադիտողներ, ձեզ համար գաղտնիք չէ, որ մենք հաճախ ենք անգամ առավոտ լուսոյի, բայց առհասարակ մեր եթերի ընթացքում խոսում առողջության մասին, առողջությանը վերաբերող հարցերով ուզում եմ բոլորիս եւ ուրախ ենք տեղեկացնել, որ գարնանային նոր եթերաշրջանում առաջին ալիքը սկսում է Եղիր առողջ նախագիծը։ Եվ մեր տաղավարում հիմա կիմանանք նախագծից մանրամասներ, որովհետեւ ինչպես քիչ առաջ խնդրեցինք պրոդյուսեր Դինարա Մուխայանը մնաց, որպեսզի զրույցը շարունակենք, եւս մեկ անգամ բարի լույս, եւ մեր տաղավարում է Ուրուցքաբան գինեկոլոգ Վահե Տերմինասյանը, Եղիր առողջ հաղորդման հաղորդավար։ Ողջույն։ Բարև ձեզ։ Բարի լույս։ Սկսենք սկզբից, չէ՞, երևի ամենակարևոր հարցից։ Ինչպես առհասարակ ծնվեց գաղափարը նմանատիպ նախագիծ անելու առաջին եթերում։ Փորձեմ անկեղծ պատասխանել այս հարցին։ Գաղտնիք բացահայտած չեմ լինի, որ երբեմն պրոդյուսերների հետաքրքրությունները համընկնում են իրենց պրոյեկտներին եւ այս պարագայում, երբ որ դու ինչ-որ հետաքրքրություններ ունես, ինչ-որ այսպես ճակերտավոր երազանքներ փոքրիկ, դրանք վերածվում են ձևաչափի եւ հերթական անգամ, երբ որ բոլոր պրոդյուսերներով ներկայացնում էինք մեր նոր եթերաշրջանի պրոյեկտները, այսպես ամենատակը ներքևում դրած ինչ-որ ձևաչափ ունեի, որը առողջապահությանն էր վերաբերում, բոլոր պրոյեկտները ներկայացնելուց հետո արդեն ավարտել եմ, ասացի այլևս ես ոչինչ չունեմ ներկայացնելու եւ ամենավերջում ասացի իսկ առողջապահական հաղորդում, այստեղ այսպես տևական լռություն էր, որից հետո ասացին իսկ ինչու՞ չէ, եւ ոչինչ չքննարկվեց։ Մի քանի օր անց գլխավոր պրոդյուսերը հայտնեց, որ այ քո պրոյեկտը կանենք, բայց եւ այդ բայցից հետո 2.5 ամիս աշխատելուց հետո ահա Վահե Տերմինասյանը մեզ հետ է։ Եվ շատ կարևորում էի այս պրոյեկտը եւ կարծում եմ, որ հեռուստատեսությունում ինքը իր առաքելությունը ունի եւ շատ կարևոր է, որովհետեւ կրթական առողջապահական հաղորդումը միանշանակ ոչ թե սկզբում մեր նախնական ախտորոշման համար, ինչպես մենք սիրում ենք բոլորս անել, այլ հակառակամիտված է, որպեսզի մենք կարողանանք գիտակցել նախնական շրջանում հասկանալ մեր շատ տարածված հայտնի հիվանդությունների ինքնախտորոշման հետևանքները եւ այլն, եւ այս հաղորդման ընթացքում ոլորտի լավագույն մասնագետների միջոցով մենք փորձում ենք նաեւ հեռուստադիտողին հասանելի դարձնել որոշակի գիտելիքներ, որովհետեւ նախնական փուլում կարողանան կանխարգելել եւ իմանան կոնկրետ ինչ ուղղությամբ որ ոլորտի եւ որ բժիշկներին դիմեն։ Ինչպես պատասխանում նշեցիք 2.5 ամիս եւ Վահե Տերմինասյանը թիմի մի մասն է դարձել, իհարկե երկար պետք չէ ներկայացնել, որովհետեւ եւ որպես բժիշկ եւ հեռուստադիտողներին էկրանից արդեն հայտնի շատ սիրելի բժիշկն է, հաղորդավարը, բայց ինչպես եղավ համագործակցությունը, ինչպես եղավ առաջարկը եւ ընտրությունը։ Դե այս են դեպքն է, երբ որ ասում են զգուշ եղեք ձեր երազանքներից, Դինարա երազանք ուներ։ Իրականացավ։ Հիմա ես մտածում եմ հանկարծ Դինարան չորոշի երազանք չպայի բժիշկ աշխատի, որովհետև տեսակ արդեն ահագին բան գիտեր, բացատրում էր, պատմում էր, այնպես որ կարող է շատ լուրջ մրցակից գոլեգա ունենանք շուտով, չէ՞ Դինարա։ Կարծում եմ որպես պրոդյուսեր արդեն բավականին ճանաչողական է ինձ համար եւ սովորում եմ եւ ասեմ, որ պրոդյուսերների համար, երբ որ իրենց հետաքրքրությունները կամ ավելի շատ ինքնակրթությամբ զբաղվում են եւ հեռուստատեսությունը այն ոլորտն է, որ այդ հնարավորությունները տալիս է, բայց ժամանակի առումով շատ ավելի, այսպես ասած, էգոիստ է հեռուստատեսությունը եւ չի թողում, դու փորձում ես քո ինքնակրթությամբ զբաղվել քո ձևաչափերի, քո պրոյեկտների միջոցով եւ այս իմաստով փաստորեն ես այդ իմ փոքրիկ երազանքը իրականացնում եմ եւ բավարարվում եմ միայն հեռուստատեսային ոլորտում ստացած բժշկական գիտելիքներով։ Ոնց եմ սիրում համետ մարդկանց չեք պատկերացնում։ Իրականում ասեմ, որ բոլորս էլ ունենք երազանքներ եւ ինձ թվում է ցանկացած մեկի համար ով աշխատում է հեռուստատեսությունում, մեկում աշխատելը, հանրային առաջին ալիքում աշխատելը կարող է լինել շատ լավ երազանք եւ անկեղծ ասած այն հնարավորությունները ու այն պրոյեկտը, այն ձևաչափը, ինչ որ մենք այսօր ունենք, ինչ որ մենք ուզում ենք ներկայացնենք, ես կարծում եմ, որ կարելի է դիտարկել որպես երազանք ու կարծում եմ, որ լավ բան ենք անում։ Լավ բան ենք անում, որովհետև ի սկզբանե, երբ որ շատ տարիներ առաջ մենք մտածում էինք հենց առողջապահական առաջին հաղորդումները բացելու մասին, որ մեր նպատակը հետևյալն է, որ եթե դու խոսում ես, եթե դու պատմում ես, եթե դու ցույց ես տալիս, եւ գեթ մեկ հոգի հասկանում է, որ վայ
Էս իմ մասին են պատմում, վայ, կարող է իմ մոտ էս ինչ խնդիրը կա, վայ, ես կարող է այն որ ցենց ականջի հետև չգցեմ ու վաղը գնամ մի հատ բժշկի մոտ ու գիտեք ես տարիներով աշխատել եմ այդ ոլորտում եւ ես շատ եմ ունեցել նման դեպքեր երբ որ փողոցում քեզ անծանոթ մեկը մոտենում է ու ասենք ասում է գիտեք ես այնքան շնորհակալ եմ ասում ես ինչի համար որտեղ դու իրեն չես ճանաչում չես տեսել ասում է դուք մի անգամ պատմեցիք էս բանը ես հասկացա որ իմ մոտ էր կամ հասկացա իմ հարազատի մոտ էր գնացինք հետաքրքրվեցինք ստուգեցինք ու պարզվեց որ հա իսկապես դա կար եւ մենք փաստորեն ժամանակին դիմեցինք բուժական միջոցների ու բուժվեցինք ու անցանք ու խուսափեցինք բարդություններից։ Եթե դու հասնում ես այդ նպատակին, ուրեմն բժշկական հաղորդման գաղափարը արդարացված է եւ դու հիմնական այ գաղափարը ու հիմնական նպատակը դա պիտի լինի մարդկանց սովորեցնել, կրթել եւ հասցնել նրան, որ լինեն ավելի առողջ։ Դրանից լավ բան ես չեմ պատկերացնում։ Եվ իսկապես շատ լավ երազանք եւ շատ լավ է որ այդ երազանքը նաեւ իրականանում է ու արդյունքը կտեսնենք արդեն առաջին ալիքի գարնանային եթերաշրջանում հետաքրքիր է ինչպես է կընտրում թեմաները, որովհետեւ վստահաբար թեմաները բազմազան են, ինչպես է կողմնորոշում արդյոք ընտրում եք դուք, թե գուցե նաեւ հնարավորություն կլինի հեռուստադիտողներից առաջարկներ ստանալ, թե առաջարկում են այլ մասնագետները ոլորտի, ինչպես է կառուցվում հաղորդումը։ Սա հետաքրքիր process է իրականում, երբ որ արդեն ոլորտի, այսպես ասած, համեստ չթվում, գիտակի հետ ես աշխատում, այսինքն մարդ, ով որ ամբողջապես տիրապետում է իր մասնագիտությանը եւ նաեւ հեռուստատեսության ոլորտում ունի իր անցած ճանապարհը ուղին, սա պրոդյուսերի աշխատանքը բավականին թեթևացնում է եւ ինչու՞ չէ մենք մշտապես հավաքում ենք նորմալ թիմ, այսպես ասած ավելի պրոֆեսիոնալ թիմ եւ այս համագործակցային process-ի մեջ հասկանում ենք թե տվյալ պահին այս ժամանակաշրջանում որն է թիրախային, որն է ակտուալ եւ այս իմաստով Վահեն շատ կարեւոր դերակատարություն ունի եւ վստահությունը ամբողջապես իրեն դրված է, որ ինքը որոշի թե այս պահին որ թեմայի շուրջ կարելի է խոսալ եւ որն է ակտուալ։ Տեսեք, մենք գիտենք մոտավորապես օրինակ որտեղ են ամենաշատ սխալները լինում։ Այ ինչն են ամենաշատ բաց թողնում, ինչն են ամենաշատ սխալ ընկալում, ինչն են շփոթում, ինչ ու բնականաբար այո, ես որպես մասնագետ ես գիտեմ լավ մասնագետներին։ Բժիշկներ շատ են, մենք ունենք հազարավոր բժիշկներ, բայց երբեք չեն կարող լինել բոլորը հավասար։ Գուցե կա ինչ որ սուբյեկտիվ մոտեցման հարց, դա էլ է նորմալ, բայց այնուամենայնիվ, այո, մենք փորձում ենք հրավիրել լավագույն մասնագետներին եւ գիտեք, մի հատ պահել կա, կարող է շատ լավ մասնագետ լինի, բայց ես միշտ կարծում եմ, որ բժիշկը պետք է լինի համեստ։ Ինչքան ուզում ես լավ եղի, ինչքան ուզում ես լավ վիրահատություններ արա, այսպես այն աստղային բանը պիտի մի քիչ չափավոր լինի եւ ես դες հավատացնում եմ, որ մենք հրավիրել ենք ու հրավիրում ենք այն մասնագետներին, որոնք սրտանց գալու են, որոնք ուզենալու են իրենց գիտելիքով, իրենց լավ տրամադրությամբ կիսվել անծանոթ հեռուստադիտողի հետ ու որոնք պատրաստ են լինելու լավ բարի գործեր անելու։ Իդեպ ասեմ, որ մենք մի հատ գաղափար ունենք, որ տաղավարում ունենալու ենք նաև քվեարկության այսպես գործիք եւ այո բոլոր նրանք ովքեր կուզենան գան տաղավարում ես միշտ այդ հարցը անպայման տալու եմ ասելու եմ այս մասնագետին կուզենաք էլի հրավիրենք թե չէ ու դա անելու եմ հենց այդ մասնագետի ներկայությամբ մրցակցային մոտոնով է փաստորեն նաև լինելու եւ էլ ավելի շահագրգռված կլինեն նաև մասնագետները որպեսզի բացի իրենց գիտելիքներից որով կկիսվեն հեռուստադիտողների ու լսարանի հետ նաև հոգատար վերաբերմունք ցուցաբերեն ինչը շատ կարեւոր է բժիշկների կողմից նաև կարեւոր են բժիշկների կողմից տրվող խորհուրդները որովհետեւ հատկապես սոցիալական մեդիայից ակտիվ օրերին ամեն ինչ կարելի է գտնել համացանցում, ամենաբարդ եւ ամենաթեթև խնդիրների բուժումներն են առաջարկում 1-2 բաղադրիչներով նույնիսկ արդյոք այս միֆերի պատասխանները եւս ստանալու ենք հաղորդման ընթացքում։ Մեզ ամենահուզող հարցն է սա։ Դա մեր հաղորդման հատվածներից մեկն է, որտեղ մենք հրավիրելու ենք
բավականին հայտնի մարդկանց, այնպես որ հանկարծ չզարմանաք, եթե ձեզ մի օր խնդրեն գալ մեր հաղորդմանը որպես հյուր, պայմանով որ դուք բերելու եք ձեր, այսպես ճակերտավոր տատիկի բաղադրատոմսը եւ առաջարկելու եք այս կամ այն հիվանդության դեպքում որպես բուժական միջոց, որի ժամանակ մենք քննարկելու ենք, որտեղ այո, մենք ունենք ավանդական բժշկության հրաշալի միջոցներ, որոնք պետք են, որոնք օգտակար են, որոնք արժի չասել, «Ո՞ա գիտեք դրանք հին են, դրանք ինչի համար», ոչ, հակառակը, շատ լավ բաներ կան, որոնք պետք է վերցնել, բայց կան նաև, որ ցավոք սրտի դրանք սխալական են եւ խանգարում են եւ պետք չի, չգիտեմ, հեն ջերմող երեխային 6 հատ շոր հագցնել, որ բալիկ ջան վիճակը ավելի բարդացնել, բայց ել եմ ասում, մենք այդտեղ շատ կարեւորելու ենք ոչ բժիշկների, մարդկանց, սովորական մարդկանց, հեռուստադիտողի նման սովորական մարդկանց տարածված կարծիքները, ու ես կարծում եմ ոչ ոք չի նեղանա, որ եթե օրինակ մենք ասենք, որ գիտեք մենք համաձայն չենք, որովհետև դուք բժիշկ չեք բայց տատիկին կասեք չնայեք, հանկարծ չնեղանա, մենք կարծում եմ բոլոր ծինարատ տատիկներին, որ տենց բաղադրատոմսներով ուղարկի բան, ինչ որ մի բան մրցանակի նման մի բան կխոստանանք, չէ։ Լավագույն բաղադրատոմս։ Կքննարկենք լավագույն բաղադրատոմս։ Կարող եք իհարկե, բայց այո, մեր օրերում իսկապես մենք էլ ենք եթերից շատ խոսում այդ մասին, որ մասնավորապես որոնման համակարգերում կլինի դա Google-ը թե որևէ այլ տեղ, իհարկե մարդիկ երբ որևէ գանգատ են ունենում, առաջինը կարծես թե գնում են այնտեղ, սովորաբար ChatGPT-ին արդեն մեր օրերում որպես կանոն իհարկե ստանում են ամենավատ պատասխանները, որովհետև ցանկացած անգամ փոքրիկ ինչ-որ գանգատ բարձում է, որ շատ լուրջ խնդիր է հաճախ, այնպես որ կարծում եմ այս առումով իհարկե դերը հաղորդման էլ ավելի կարևոր է լինելու, բայց քանի որ մասնագիտական տերմինները առհասարակ շատ են եւ մասնագետները երբեմն եւս բժիշկները այսպես լուրջ, այսպես մասնագիտական այս տերմիններով են խոսում, հետաքրքիր է թե ինչպես եք փորձելու այդ բարդ բժշկական հարցերը ներկայացնել ավելի մատչելի լեզվով եւ ավելի մատչելի օրինակներով հեռուստադիտողի համար։ Չենք թողնելու։ Պարզապես չենք թողնելու։ Մշակել ենք ձևաչափ, որ ավելի հարամատչելի լինի եւ հեռուստադիտողը կարողանա հասկանալ, հա, ինչպես ասացինք, նախնական ինքնաախտորոշումից գա դեպի ավելի պրոֆեսիոնալ դաշտ եւ բժշկի օգնությամբ իրեն մատչելի բառամթերքով հասկանա թե ինչի մասին է խոսքը։ Եվ ինչպես Վահեն նշեց, որ մենք ունենալու ենք քվեարկություն, բայց այդ քվեարկությունը չի լինելու միայն ու միայն այդ մասնագետի ընտրությամբ, այսինքն լինելու է հանդիսատես, ովքեր որ ինչ ձևով առնչություն ունեն, կապ ունեն կամ ասում են տվյալ հիվանդությունների միջով եւ այլն, եւ այս պարագայում լինելով նկարահանման հրապարակում իրենք հնարավորություն ունեն անմիջապես հարցը հղել մասնագետին եւ ստանալ պատասխանը, որը իրեն հարամատչելի լեզվով արդեն կբացատրենք եւ մասնագետների միջոցով եւ ինչու՞ չէ դա նաեւ հեռուստադիտողի համար հասանելի կլինի, այսինքն մենք չենք մտնում ավելի շատ գիտական ձևով ներկայացնելու եւ ներկայացնելու առհասարակ առողջապահությունը, այլ առհասարակ մենք վերցնում ենք խնդիրը, հիվանդությունը եւ հանրամատչելի ձևով մասնագետների միջոցով բացահայտում ենք, որպեսզի այսպես մեր օրերում տարածված ինքնաբուժությունը բացառենք։ Ես միշտ բժիշկներին, որոնք գալիս են հյուր, խորհուրդ եմ տալիս, ասում եմ, երբեք մի մտածեք, որ դուք խոսում եք ձեր գոլեգաների համար, ինչ կասեն, մի հատ տերմին չօգտագործեց, մի հատ sense լուրջ գիտական էսպիսի բան չարեց, ոչ, պետք չի։ Դուք խոսում եք սովորական մարդկանց համար, դուք խոսում եք պարզ, դուք խոսում եք հարամատչելի ձևով, եւ այդ ամենը անում է նաեւ մեր ամբողջ թիմը, իդեպ թիմի մասին ասեմ, ես միշտ կարծել եմ ու կարծում եմ, որ հեռուստատեսությունը մի քիչ անարդար ոլորտ է, որտեղ երևում են հաշված մարդիկ, բայց իրականում գործը անում են շատ ավելի մեծ թիմով եւ ես շատ կարեւորում եմ, որ այդ թիմը, որը անում է ամբողջ աշխատանքը, նվիրված լինի, հասկանա գործից եւ հա, իրականում մենք ընդհանրապես ներկայացնում ենք այդ թիմի կատարած աշխատանքը, բայց շատ կարևոր է ու շատ ես ահավոր գնահատում եմ այն մարդկանց, որոնց հիմա ոչ ոք չի տեսնում։ Այո, մենք կարծում եմ միայն կարող ենք միանալ այս շնորհակալական իհարկե խոսքերին, որովհետև վստահաբար իհարկե բոլոր հաղորդումները եւ առհասարակ մեր գանանային եթերաշրջանի հետևում իհարկե ոչ միայն մեդիա դեմքերն են, որոնց դուք տեսնում եք էկրաններից սիրելի հեռուստադիտողներ, այլև հսկայական հանրային հեռուստաընկերության հսկայական թիմն է, որը օր ու գիշեր քրտնաջան աշխատում է, որպեսզի մեր
եթերը եւ բոլոր այս նախագծերը իրականություն դառնան, այնպես որ իհարկե մեր մեծ շնորհակալությունը հայտնենք բոլորին։ Մենք առիթը օգտագործում ենք միշտ ասելու շնորհակալություն մեր գործընկերներին, կադրից այն կողմ աշխատող եւս մեկ անգամ սիրելի գործընկերներ, շնորհակալություն, որ դուք աշխատում եւ ապահովում եք մեր եթերը, իսկ ձեզ մնում է ասել հիանալի եթերներ ենք մաղթում եւ թող բոլորը միշտ լինեն առողջ։ Եղիր առողջ նախագիծը լինելու է առաջին ալիքի գարնանային նոր եթերաշրջանում։ Շնորհակալություն տաղավարում հյուրընկալվելու համար, իսկ մենք շարժվենք առաջ։